Նախ ինչով եք պայմանավորում Ադրբեջանի այս գործելավոճը եւ հնարավոր է արդյոք նոր էսկալացիա։ Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի եւ նաեւ վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ վստահության պակասը կամ բացակայությունը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում Դե գոնե Հայաստանը նման դեստրուկտիվ հայտարարություններ չի անում։ Խնդիրն այն է, որ կողմերը ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, եւ մեր պատկերացումը այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի եւ իրագործվի, ինչը նշանակում է առերեսվել բոլոր բարդությունների հետ եւ այդ բարդությունները փորձել լուծել եւ հասցեագրել, եւ այդ առումով իհարկե շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ։ Այսինքն ըստ էության մենք ունենք փաստաթուղթ, որը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է եւ հետեւաբար հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Ինչ վերաբերվում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ դրա նպատակներից մեկը այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման եւ հետեւաբար պետք է ստորագրվի եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, ինչ վերաբերվում է էսկալացիային, ընդհանրապես պետք է արձանագրենք, որ առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության խորհրդային միության հանրապետությունների սահմաններով եւ պիտի արձանագրեմ, որ սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է այլևս երկու երկրներում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, որտեղ Ալմաթի հռչակագիրը, որում իմ նշած սկզբունքները արձանագրված են, ահա այդ սկզբունքները Ալմաթի հռչակագրի ձևով դարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Այսինքն գիտեք, էսկալացիան կարող են լինել ուժեր, ովքեր էսկալացիայի կողմնակից են, կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի հակառակորդ են, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում։ Այդ էսկալացիան մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ նրա իրագործումը։ Ստորագրման մասով տեսեք, տեսակետ կա, որ Ադրբեջանը պատրաստվում էր էսկալացիայի եւ Հայաստանը դա իմանալով կանխեց հայտարարելով համաձայնելով այն երկու չհամաձայնեցված կետերին եւ մյուս տեսակետն էլ այն է, որ Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանը կհամաձայնի այդ կետերին եւ դրանից հետո անակնկալի գալով հիմա փորձում է այս հրաձգության մասին կեղծ լուրերով ուղղակի տորպեդահարել գործընթացը, որպեսզի չստորագրի պայմանագիրը։ Ձեր կարծիքով Ադրբեջանը մտադիր է ստորագրել այս պայմանագիրը, թե ամեն ինչ անելու է նոր մեթոդների է դիմելու, որպեսզի հնարավորինս հետաձգի դա։ Գիտեք, ես կարծում եմ ճիշտ չի, որ ես խոսեմ, թե ինչ կանի Ադրբեջանը կամ ինչ է անում Ադրբեջանը այս համատեքստում, որովհետև ես կարող եմ մեր մոտիվացիաները նկարագրել խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացնելու ուղղությամբ մեր կատարած քայլերի։
մենք մեր քաղաքացիների առաջ եւ իլուր միջազգային հանրության հայտարարել ենք խաղաղության օրակարգ եւ խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը եւ մեր գործողությունները շարունակաբար եւ հետեւողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։ Ընդ որում մենք պետք է շատ ուշադիր լինել, մենք գործում ենք հոռետեսության միջավայրում։ Այսինքն մենք գործում ենք մի միջավայրում, երբ որ շատերը չեն, ընդ որում ես նկատի չունեմ միայն Հայաստանի Հանրապետությունում, շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է, բայց եթե հիմա հետահայացնենք վերջին 2 տարվա ընթացքում մենք ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ այս իմաստով, այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է, եւ երկրորդ գործողությունը մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ, եւ մեր գործողությունները շարունակելու են ուղղված լինել այդ տեքստը, այդ համաձայնագիրը ստորագրելուն։ Եվ ելի ուզում եմ ասել հետեւյալը, որ եթե մենք հիմա փուլ հետահայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Գիրանց ոսկեպար հատվածում սահմանազատումից բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ եւ տեղի ունեցավ մի պայմաններում, որ ոչ թե եւ ունեցավ մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը իմ հանձնարարությամբ անվտանգության խորհրդի գրասենյակը նաև տարբեր խմբերի, տարբեր հանրության տարբեր խմբերի գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ տուրեր է կազմակերպում դեպի Գիրանց ոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն ինչ այդպիսի մեծ հոռետեսություն էր առաջացրել, ինչ արդյունքի է բերել։ Պարոն վարչապետ, պարզապես այս դեպքում հոռետեսությունը նաև ձեր թիմակիցների ներսում կա։ Նրանք ասում են Ադրբեջանը անգամ զիջումներից հետո չի ստորագրելու այս պայմանագիրը։ Հիմա անդիմախոսներն էլ ասում են ում է պետք, ինչ արժեք ունի այդ թուղթը, եթե անգամ զիջումներից հետո Ադրբեջանը չի ստորագրելու։ Իսկ կներեք ինձ զիջումների մասին է խոսքը։ Ընդդիմության մեկնաբանությամբ 2 կետերը, որոնք մենք համաձայնություն ենք տվել, դրանք զիջումներ են։ Առաջինը միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելը, որովհետև նշում են, որ Հայաստանը ավելի ուժեղ դիրքերում է միջազգային ատյաններում, եւ երկրորդը, գիտեք, համաձայնեցված չէր, երրորդ ուժեր չտեղակայել է սահմանին, հիմա սա համաձայնեցված է եւ նշում են Ադրբեջանը այսպես թե այնպես երրորդ ուժեր չէր տեղակայում, իսկ ահա մենք Եվրամիության դիտորդներ ունենք ու այստեղ հարց է առաջանում, բա սահմանային խորքը ո՞րն է, Եվրամիության դիտորդները կարող են կրկին Հայաստանում գործել չլինելով սահմանային դիտարկում իրականացնող ուժ, թե պետք է հեռանան Հայաստանից։ Նախ արձանագրենք հետեւյալը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար չկա։ Երկրորդը տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համեն դեպս մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք եւ դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Երրորդը Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր կառավարությունը, ես եմ հրավիրել եւ ես շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար, բայց մյուս կողմից պետք է մենք նպատակից գանք։ Ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել Հայաստան տեղակայվելու եւ աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Կայունության եւ ինչ որ առումով խաղաղության միջոց եւ գործոն որպես։ Եվ հիմա ես ուզում ուշադրությունը մեր հրավիրեմ, որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը ուժի մեջ է մտնելու
Ստորագրումից, խաղաղության վավերացումից հետո։ համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։